Սիրելի հետևորդներ, բարի երեկո։ Իհարկե սա մեկ օրում երկրորդ վլոգն եմ նկարում։ Օրս համառոտ պատմեմ։ Առավոտ շուտ աշխատանքի վերադարձել եմ ժամը 3:30 ու միանգամից պոչտապ պատվերների առաքում եմ արել ու եկել Աշոտի հետ գնացել ենք Տորոնի արմատների ու հանկարծակի որոշեցինք, որ սիբեղ պետք է հավաքենք։ Սիբեղը հավաքեցի, բերել եմ տուն, վլոգը կտեսնեք։ Մաքրեցի, պատրաստեցի սիբեղը, սա է։ Անուշ արեցինք, բայց ասեմ, որ Մերի բաժինը թողել ենք։ Իհարկե, երբ որ գա Մերին, անպայման մենք բոլորով շքախմբով գնալու ենք սիբեղ բանջար հավաքելու ու մի շատ լավ հետաքրքիր օր ենք անցկացնելու։ Դե ինչ ասեմ, քանի որ իմ բնույթն էլ այսպիսին է, որ չեմ սիրում գործս թողել վաղվան եւ առաջնորդվում եմ ժամանակը ոսկի է, բայց դուք էլ կարող եք ինձ այո ասել, որ Նազո ջան, քեզ էլ խնայի, դու էլ ես կարևոր։ Բայց ինչ անեմ, որ ասեմ շատ հոգնածեմ, չէ, իմ հոգնածությունը միայն երևում է իմ աչքերում։ Հիմա ես արդեն զգում եմ, որ աչքերս այն չեն, բայց դե կանցնի։ Դրա համար ինչ եմ անում, մի հատ պելե կոֆե եմ պատրաստում, դառը, որ խմեմ տենց զվարթանամ, որովհետև քանի օր է, դե տեսնում եք, ժամանակ չենք ունենում, որ գնանք այդ մեր ուզած կոֆեից վերցնենք, Լիլիթին էլ վախենում եմ, տենց չգիտեմ, Լիլիթն էլ ուշ է գալիս, լավ, համել որ չխմանք ինչ եղավ, ոչ մի բան է չի լինի։ Այս կոֆեն պատրաստում եմ սիրուն, այն որ խմեմ կում-կում, վայելեմ, թարմանամ, այս խոտաբույսերը, Տորոնի արմատները ինձ են սպասում, ես պետք է դրանք լվանամ, անպայման ուղարկեմ չորանալու, այսօր չհասցրեցի փաթեթավորվեմ, հիմա կասեք այ աղջիկ ջան, որտեղից հասցնես, որ փաթեթավորես, իրոք չեմ հասցրել, հոգնել եմ, բայց մի բան բաց թողեցի, հա, մինչև այս նկարահանումը ես մի վլոգ մոնտաժ եմ արել 1 ժամանոց է, դա Տորոնի և Սիբեղի վլոգն է, դա մոնտաժեցի, մի քիչ տենց այդ ընթացքում մի քիչ հանգստացա, բայց աչքերս ցավեց։ Ընտիր է, դառը կոֆեն, սառն եմ սիրում խմել, սիրելի հետևորդներ ջան։ Եսի պետք է տանեմ այնտեղ, որ մաքրեմ տեղը և գիտեք ինչ այստեղ հեսա այս Տորոնի արմատները պետք է Նազը հանիր չմաշվող պայուսակից մենակ գույնն է մի քիչ գցել, են էլ ոչինչ չի խանգարում մեզ, այս Տորոնի արմատները ճիշտ է, իրա վրա եսի մինչ տենց հող չկա, մաքուր են, տանեմ լցնեմ ջուրը, մաքուր են, հող չկա, լցնեմ ջուրը, պետք է փոքր սիրուն տենց հոգինո է, լվանամ, տեսեք է, սրանք հո չեն, սրանք այնքան մեծ է, սա չի տեղավորվի այդ տուփերի մեջ, պետք է լվանամ, սիրուն տենց կտորներ անեմ, սիրուն տեղափոխեմ, ահա, դայ, մաքուր են իրանք, տեսեք, մաքուր։ Նայեք, սրա վրա ծիլեր կա, կարող եք
պահել եւ ծլացնել։ Իրանց կարող եք աճեցնել։ Եվ ես գիտեք ինչ եմ ուզում անել, մի քանի ճյուղ, իհարկե տեսնես իմ կաթսանուրա, ես հատուկ պահել եմ, որովհետև ներկվել է ինքը, որ ձու խաշեմ։ Ես հիմա ուզում եմ խաշելու ձևն էլ ձեզ ցույց տալ։ Ցանկացած արմատ, լինի բարակ, լինի հաստ, լինի ինչ, ահա։ Ինչ արմատ լինի, երկու ձևով ենք ներկելու, որը ստացվելու է մուգ և բաց, բայց միայն թե ես իմ կաթսան նկուղ տարած չլինեմ, գործը վատ կլինի։ Լվացի, լցնեմ ափսեի մեջ, լավ լվացել եմ։ Դուք էլ անպայման կլվանաք, ինչքան որ ես մաքրելու եմ, մաքուր եմ ուղարկելու, դուք էլ լավ կլվանաք, սիրելի հետևորդներ, տորոնի արմատները, որովհետև դե հողի միջից են, գիտեք։ Ահա, սիրելի հետևորդներ, սա իմ հետ ձու խաշելու կաթսան է, իհարկե մեծն էլ ունեմ, նկուղն է, սա փոքրն է, հիմա տեսեք ինչ գույն է ինքը տվել, գույնը, ես դրա համար ասում եմ, այնպիսի կաթսա արեք, թեկուզ մալերովնի լինի, մի կաթսա, որ ձեզ պիտանի չի, գույնը մնալու է, իհարկե եթե ես լավ շփեմ մաքրեմ, անցնելու է, բայց սա թողել եմ հենց հատուկ ձու ներկելու համար, ձուն ներկում ենք երկու տարբերակով, այս տարբերակով մի քիչ գույնը բաց է լինում ու երկրորդն էլ հետո ցույց կտամ, սա առաջի տարբերակն է, տորոնի արմատները, այսպես փոքր, սիրուն, կապ չունի, որ ինքը բարակ է, կտրում լցնում ենք կաթսայի մեջ, ահա։ Կարևորը կաթսայի մեջ տեղավորվի, այն որ իր այդ կտրվելու չափը կարևոր չի, ճտալեն էլ տեսնում եք, չէ, ճտալեն էլ ձենը լսվում է, կոտրվում է, սա բաց տարբերակն է, մի քիչ արմատների դրեցինք կաթսայի տակ, ես վերցնում եմ երկու հատ ձու խաշեմ, հա, որ երկու հատ խաշեմ, մի հատ չխաշեմ, էլի, երկու ձու, սիրուն, սենց դնում ենք, դե սա ես փոքր քանակով եմ անում, որ տեսնեք, պարզազատիկին հո երկու ձու չենք խաշում, շատ ենք խաշում, սիրելի հետևորդներ, ուղղակի քիչ ցույց տամ, շատ չխաշեմ, լցնեմ այնտեղ, այսպես, հետո ընթացքում էլի ցույց կտանք էլի ինչ գույն է։
հանկարծ տաք ջուր չլցնեք վրան, հա, սառը ջուր ենք լցնում, այնքան, որ սենց լավ ծածկի ձվերին։ Սա առաջի տարբերակը։ Դնենք գազօջախին ու միացնենք սովորական մարմանդ կրակ, այսա կտեսնեք սպիտակ ձուն ինչպես է ներկվում շատերի համար, սա նորություն է ու փակում ենք, թող եռա, սովորական ինչքան ենք եռացնում, տեսեք արդեն ձվին ինքը դեղնային երանգ տվեց, փակում ենք այսպես, թող եռա, ես էլ անցնեմ իմ մյուս գործի, արմատները հանեմ, մի տակով Սիրելի հետևորդներ, ես սա պետք է չորացնեմ, որ թղթե տոպրակներով եմ ճանապարհում, իրանք չթրջվեն, հա, պետք է անպայման չոր լինի, ասեմ դե արմատ է, կարող է պատահի, որ մի քիչ էլ տենց ոչ մաքուր լինի, բայց դե մաքուր են։ Մի հատ էլ դուք կլվանաք, սիրելի հետևորդներ, արմատ է հողի միջից, դուք էլ լավ կլվանաք և ասեմ, պատվերների դեպքում էլ մանավանդ տորոնը շուտ ասեք, որ զատիկին ինքը հասնի տեղ։ Իսկ մայրամախոտը երբ էլ որ ուզեք կլինի։ Կապ չունի հաստ է արմատը, բարակ է, կարճ է, փոքր է, գույնը մեջը կա։ Բարակին էլ, մեծին էլ, կարճին էլ, փոքրին էլ։ Ահա, սա էլ տորոնի արմատները լվացի և հիմա մաքուր կտորի վրա պետք է փռեմ, քամվի, հետո չորացնեմ։ Սա մեկ, սրա գործը հեշտ էր։ Իհարկե այս մայրամախոտը մաքրած է արդեն, մաքուր է սա։ Սա մաքրած է և ես էլ գնամ են երկուսը ինձ են սպասում։ Տեսեք արդեն դեռ չի եռացել։ Մի քիչ հետո կմոտենանք։ Եվ այստեղ ես ես կոֆես վերցնեմ, սինիով գամ, նստեմ այստեղ, այսրանք մոքրեմ, ինչ անենք, ոնց անենք, բայց պետք է անենք։ Ոնց որ անձրևի ձայներ եմ լսում։ Ես ինչ լավ էր նա, այս անգամ աշոտը քաղել, ընտիր։ Հատ պետք է մաքրեմ։ Իրան ինչքան էլ լվանում մաքրում ես, թվում է որ փոշոտ է, ինքը մի
յուրահատուկ փոշի է իրանից արտադրում, տենց լվացածի վրայից էլ փոշին թափվում է, իրա այդ վիլյուրի, այդ բարխտնի վիլյուրի նման այդ հատկությունից է, հետաքրքիր է, չէ, բայց դուք էլ երբ որ ուզում եք պատրաստել, մի քանի հատը կվերցնեք, նորից կարող եք ջրով լվանալ, նոր լցնել այդ թեյի հիմնական այդ ջրի մեջ, անպայման լվացեք։ Ինքը հետաքրքիր հոտ ունի։ Ես հիմնական այս վլոգը նկարում եմ տորոնի արմատների համար, որ դուք տեսնեք, թե ինչ ձևով է ներկվում ձուն, ինչ հրաշք բնական գույն է տորոնի արմատները որդում ձվին։ Ես միշտ էլ երեխա ժամանակվանից սիրել եմ, որ զատիկի ձուն լինի կարմիր։ Տեսել եմ խայտաբղետ գույներ, կապույտ, կանաչ, բայց ինձ երբեք դա չի գրավել։ Խորհրդանիշը կարմիրն է, զատիկի։ Հենց ասում ես զատիկի ձու, պատկերացնում ես հենց կենդանի զատիկը, չէ, կարմիր նույն գույնի։ Չեմ սիրել ու երբեք էլ չեմ քննադատում այն մարդկանց, որ կարող են ձուն կանաչ, կապույտ կամ դեղին ներկել, իրենց գործն է, իրենց ճաշակն է, իրենք գիտեն, ամեն մարդ իր գլխի տերն է, այդպես ասած, բայց ես այդպես եմ սիրում, կարմիր։ Հիմա մտածում եք տեսնես ձուն ինչ գույն կլինի, չէ, բայց դե զգում եմ, որ դե մտածելը չէ, ես արդեն գիտեմ ինչ գույն է լինելու, ուղղակի տենց լսում եմ դեռ չի եռում, թե չէ ուզում եմ արանք տենց վեր կենալ, նկարել, որ դուք տեսնեք աստիճանաբար ինքը ոնց է ներկվում։
Մի հատ ինչ եք ասում, վեր կենամ, տեսնենք։ Աստիճանաբար, թե ոնց է լինում։ Ու, տեսեք, արդեն դեռ չի եռացել, բայց ձուն գույնը ստացել է, երանգ ստացել է։ Լավն են, չէ։ Իրանց այս ցողուններն էլ մեծ չեն, որ մտածեք մեծ այն, վայ, սենց, շատ նորմալ։ Ցողունների մեջ էլ իր ազդեցությունը պահպանվում է։ Մոխրոտիկի գործն է, մոխրոտիկի գործը։ Ու պատկերացրեք ժամը 6-ին է պետք է արթնանամ, գնամ գործի։ Ու այն անպայման պետք է ես ուղարկեմ պատվերները, վաղը սուտ կլինի, մյուս օրը հաստատ կուղարկեմ, 100% կուղարկեմ։ Ձուն սկսեց եռալ։ Տեսեք, ոյ, արդեն եռած, նոր սկսեց եռալ, բայց դու տեսեք, չէ, իր գույնը ավելի մքացավ։ Հրաշք գույն է լինում, հրաշք գույն, չեմ ուզում հանել։ Ինչ անեմ, հանեմ տեսնեք, բայց դե հազիվ է ձուն մխրճվել, լավ է թող ներկվի, վերջում կհանեմ, որ փոշմանեցի, ավելի լավ է թող ներկվի, վերջում կհանեմ, կտեսնեք։ Եվ ահա ձուն եռումա, արդեն սիրելի հետևորդներ, արդեն ինքը ժամանակն է, որ անջատեմ, հաստատվել է ու բացում եմ ձեր աչքի առաջ, ձեր, ահա, ու տեսնենք, ոյ, մի հատ նայեք էլի, հրաշք, տաք ափսոս, հրաշք, այս մեկը հիմա հանենք, սա, ահա, սա առաջի տարբերակն է, անջատեմ մի հատ, օպլա, բավական է, նայեք, ինչ հրաշք գույն, ասեք, որ սիրուն է, չէ, իսկական զատիկի ձուն, սիրուն են, նայեք, դնեմ այստեղ, դնենք այստեղ, իհարկե տաք է, ահա, լավ գույն է, չէ, ուրեմն նայեք, եթե ձուն ուզում եք իմանալ, որ էֆել է կամ թեր խաշա, այսպես, տեսեք ոնց է պտտվում, ինքը էփված է։ Սիրելի հետևորդներ ջան, սա առաջի տարբերակն է ներկելու, նախ ասեմ, ուզում եմ իմանալ, ինչ կարծիք եք, սիրուն գույն ստացվեց, սիրուն է, չէ, սիրուն գույն ստացվեց, երկրորդ տարբերակի անդրադառնամ, այս ջուրը, որ հիմա ահա որ տաք է, թողնում եք սառումը,
Մի քիչ կարող եք սովորական ջուր ավելացնել, որովհետև ինքը եւ մի քիչ պակասել է։ Ձուն դնում եք հենց այս ջրի մեջ ու եռացնում։ Այս գույնից ավելի մուգ է լինելու։ Եթե ուզում եք բաց լինի, ուրեմն տորոնի արմատները մի քիչ կլցնեք, վարդագույն կլինի։ Այնքան ես պետք է մի օր էլ մի քանի հատ արմատները գցեմ, որ տեսնեք ինչ հաճելի վարդագույն է լինում։ Ահա, սա այն։ Դե ասեք, որ սիրուն գույն չի, շատ սիրուն գույն է։ Կարող եք պահել ձեր զատիկի ձուն, ներկել քիչ-քիչ։ Գիտեմ, երկու հատ չեք ներկելու, մարդ կա, որ 30-40 հատ ներկում է։ Եվ ներկել հետո 10 հատ, ինչ եմ ուզում ասել, այս ջրով կարող եք անընդհատ ներկել։ Ինքան է տաք է, ուրը ափսոս զատիկը մի քանի օրից չի, թե չէ կարող էի ջուրը պահել, իհարկե կարող եմ սառնարանում պահել, բայց դե շատ երկար կմնա, ջուրը սառնարանում կարող եք 3-ից 4 օր պահել ու ներկել, բայց դե զատիկի ձուն հենց զատիկի ժամանակ է պետք, ասում են հոգեվարքից հետո դեղուդարման եղած-չեղած մեկ հաշիվ, չէ, կամ էլ մի ասացված կա, որ ասում են զատիկից հետո էլ ինչ կարմիր ձուն, ճիշտ է, ուրեմն ձեր ձվերը այս տարբերակում մատենս վառում է, ներկայ, կարելի մի քիչ սառեցնել, իրան, որ ջրի տակ պահում լվանում եք, գույն չի տալի։ Ես ուզում եմ էդ էլ մի հատ բերեմ դուք տեսնեք, ցել եմ սպիտակ ափսեի մեջ, որ տեսնեք։ Մի հատ էս ջրի գույնը չի փոխում ու ձվի այդ վրայի գույնն էլ չի թափվում, որ ասեմ գույն կտա ջրին, ոչ, ահա։ Ուղղակի ուզում եմ սառեցնել, ահա, հիմա սառել։ Նույնիսկ եթե ես կտորով էլ, սրբիչով էլ, նայեք, սպիտակ սրբիչով էլ իրան չորացնում եմ, այն որ սրբիչի վրա էլ գույնը չի տալի։ Ուղղակի ուզում էի սառեցնել այս ձվերը, ներկեք զատիկի ձուն այս բնական հրաշք գունաներկով, տորոնի արմատներով, սիրուն է։ Ինքան եմ հավանում այս գույնը, ճիշտ է, սոխիկ ճեպներով, կեղևներով էլ է ներկվում, բայց սենց անուշ քաղցր կարմիր գույն չի լինում։ Լիլիթն էլ հիմա կգա, կասի մեր տունը զատիկը արդեն զատիկ է, ահա, խորհրդանիշը թող լինի կարմիրը և ուրախացրեք ձեր ընտանիքի անդամներին։ Եվ այս գեղեցիկ գույնը ես տանում եմ այս տորոնի արմատներից։ Ռումիանա, կակ ռումիանա։ Պատկերացրեք ինչ գեղեցիկ շրթներ կարող են այս տորոնի արմատներից ստանալ բնական գույն։ Ձուն եմ ներկե, որ ցուցադրեմ։ Ձուն։ Տեսնիմ արի ջարդեն։ Բայեր։ Հետո։ Արի խաղանք։ Ինչ խաղանք։ Խաղանք, դավայ։ Գնաս, դու թե ես, դավայ ես։ Կան մոտիկս դե։ Դավայ ես։ Դե խփի։ Ես։ Ով աստված հետս լինի։ Նոքի ես իշպեն խոկնում եմ։ Արի քեզ մի հատ ձվիկ տամ ավի։ Ուտում ես։ Մի արա թող, մի դուր, տվերս տար։ Ուզում եմ ուտեմ։ Ուտում ես։ Հա։ Դե մաքրի տարը տրանդիր ձերքերդ լվա արի։ Ձերքերդ տար, մի արա, տար դիր տեղը ձերքերդ լվա արի։ Ահա Լիլիթը պարտվեց և ես հաղթեցի, որ հաղթեցի, ուրեմն պետք է գնամ գործս շարունակեմ։ Մայրամախոտերը մաքրեմ։ Դողալություն չի, ճիշտ է, բա որ
կոպեկ ընկավ քեզ դաղալություն չէր։ Մենք սիրուն չենք կարա։ Տեսեք ինքը ոչ էլ ձվի այդ սպիտակի վրա է գույն տալիս։ Հա, գույնով որ ներկում է կարանքներից անցնում է այդ ամբողջ սպիտակը գունավորվում է, բայց տեսեք մի հատ չի անց։ Մի քիչ սիրուն մաքրի։ Էլուր սիրուն։ Վերջի շաբաթն է։ Սենց ես անում, մաքրվում է։ Վերջի շաբաթն է։ Եվ վերջ։ Ինչպես տեսնում եք, ես գործերս ավարտեցի, սիրելի հետևորդներ, եւ չեմ ավարտել կոֆե խմել ես, վերջի կումն է մնացել, սա էլ խմեմ։ Եվ ձեզ բոլորիդ էլ ասեմ բարի գիշեր, թող խաղաղ լինի մեր երկիրը, առողջ լինեք դուք, լույսն էլ թող բարի բացվի բոլորիս համար։ Գնամ, ինձ վաղը սպասվում է էլի ծանրաբեռնված աշխատանքային օր, դուք էլ ինչ կանեք, ինչ կստեղծեք, ուրախությունով թող լինի, ձեր պատվերներն էլ, ովքեր որ պատվիրել են, հաստատ ձեր պատվերները տեղ կհասնի։ Ճիշտ է, շատ պատվերներ ունեմ Ռուսաստանից, բայց կներեք չեմ կարող ուղարկել, որովհետև դե արդեն գիտեք, առաքման գումարը շատ է, այնպես որ սպասեք ձեր պատվերներին, ես էլ սպասում եմ նորանոր պատվերների, այնպես որ կարող եք պատվիրել և օգտագործել այս հրաշքոտաբույսը, դե տորոնի արմատն էլ մինչև զատիկ է, զատիկից հետո են, որ ասում են, ինչ կարմիր ձու, ոչ միայն ներկելու համար էլ, այլև իրենք դեղաբույսեր են, կարող եք բացել YouTube-ով, Google-ով և տեսնել ինչ հիվանդությունների համար են այդ արմատները։ Այդպես սիրելի հետևորդներ, լավ մնացեք, հաջողություն, պաչիկներ, եւ չմոռանաք բաժանորդագրվեք ու լայքեք, շատերը նոր եք միացել իմեջին, հարցնում եք Նազ ջան դու որտեղից եք, եւ այս վերջերս ես իմ վլոգներում չեմ շեշտում այս արտահայտությունը, ես վայքում եմ, դուք լայքում եք։